Ողջույն, Հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է, ես բժիշկ Վահե Մինասյանն եմ եւ զրուցում ենք բնականաբար առողջության մասին։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է լինելու գլխուղեղի կաթվածներին, նույն ինքը ինսուլտներին։ Ինչ են իրենցից ներկայացնում, քանի տեսակ կա, ինչպիսի ախտանշաններ եւ ամենակարևորը ինչպիսի արագ արձագանքման մեթոդներ ունի ժամանակակից բժշկությունը կքննարկենք այսօրվա հաղորդման ընթացքում։ Սկսում ենք տեսանյութից, հետո հրավիրում ենք մասնագետին։ Մարմնի մի կեսում շարժումների և զգացողությունների սահմանափակում, ընկալման և խոսքի հապաղում, գլխապտույտ, տեսադաշտի սահմանափակում, գլխացավ։ Գլխուղեղի կաթվածի ախտանշանները կարող են տարբեր լինել, կախված գլխուղեղում ախտահարման դիրքից։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2024 թվականի տվյալներով աշխարհում գլխուղեղի կաթվածը մեծահասակների ֆիզիկական հաշմանդամության հիմնական պատճառն է, ինչպես նաև մահացության երկրորդ պատճառը։ Սիրտանոթային հիվանդություններն աշխարհում ամեն տարի խլում են 17.9 միլիոն մարդու կյանք։ 5 մահից 4-ը ինսուլտի և ինֆարկտի պատճառով է։ Ընդ որում, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն արձանագրում է, որ վերջին տարիներին ինսուլտը երիտասարդացել է, ավելի հաճախ ընդգրկելով 30-ից 45 տարեկան մարդկանց։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2024 թվականի տվյալներով աշխարհում ամեն տարի ինսուլտի 12.2 միլիոն նոր դեպք է գրանցվում։ 2021 թվականի Առողջապահության նախարարության վիճակագրությամբ Հայաստանում ամեն տարի գրանցվում է գլխուղեղի կաթվածի 5000-ից 6000 նոր դեպք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագիտական տվյալներով ինսուլտների 90%-ը կարելի է կանխարգելել առողջ ապրելակերպի միջոցով։ Ապացուցված է, որ ծխախոտից, ալկոհոլից և աղից հրաժարումը, միրգ բանջարեղենի օգտագործումն ու ֆիզիկական ակտիվությունն օգնում են նվազեցնել սիրտանոթային հիվանդությունների, այդ թվում ինսուլտի զարգացման ռիսկը։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, ժամանակն է արդեն հրավիրել հյուրին, իսկ հյուրը նյարդաբան նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանն է, դիմավորենք։ Ողջույն։ Եվ այսպես մենք խոսում ենք գլխուղեղի կաթվածների մասին, նույն ինքը ինսուլտ ասածը, եւ փորձենք հասկանալ վերջիվերջո ինչ է տեղի ունենում մարդու հետ, պարզ ոչ բժշկական տերմիններով։ Կաթվածը կամ ինսուլտը, իմիջիալոց դրանք լրիվ համարժեք տերմիններ են, դա մի վիճակ է եւ հիվանդություն, երբ որ ուղեղի որևէ հատված չսնուցվելու կամ վատ սնուցվելու պատճառով վնասվում է եւ դիտվում են սիմպտոմներ։ Ահա։ Ուժեց սնուցումը, բնականաբար ուղեղի այդ հատվածը սկսեց մեռուկանալ եւ բնականաբար մենք արդեն ունենում ենք տարբեր նշաններ, որովհետեւ կախված թե որ հատվածն է տուժել գլխուղեղի։ Հիմա փորձենք հասկանալ, իսկ կան արդյոք ինսուլտի տարբերակներ, թե մեկն է, չէ՞ որ մենք հիմնականում ասում ենք, որ երկու հիմնական տարբերակ ունենք։ Եկեք դրանց մասին խոսենք։ Կաթվածի հիմնական տարատեսակներից մեկը հեմորագիկ կաթվածն է, երբ որ ուղեղը սնուցող անոթը պատռվում է եւ արյունը տեղ չի հասնում եւ լցվում է ուղեղի հյուսվածքների մեջ։ Իսկ մյուս տարբերակը իշեմիկ կաթվածն է, երբ որ ուղեղը սնուցող անոթը հիմնականում տրոմբով փակվում է եւ ուղեղի այն հատվածը, որ այդ անոթի պատասխանատվության զոնայում է, չի սնուցվում եւ մեռուկանում է։ Այսինքն նայեք, երկու տարբերակ։ Առաջին տարբերակ՝ անոթը պայթեց, արյունը լցվեց այդ հատվածում, մենք ունենք եւ նշանները եւ կատեով, MRT-ով նայում ենք, տեսնում ենք այնտեղ արյունազեղման օջախներ եւ հակառակը, երբ որ անոթը փակվեց, սեղմվեց ու չգնաց։ Ունենք լավ ու վատ տարբերակ ըստ իրենց հետագա բուժման։ Օրինակ, եթե բաժանենք այս երկուսից, որը դուք ավելի նախընտրելի կարող եք համարել։ Երկուսն էլ վատ տարբերակ են իրականում։ Բնական է, բայց հեմորագիկ կաթվածի դեպքում մահացությունը մի փոքր ավելի բարձր է։ Բայց հեմորագիկ կաթվածը շատ ավելի քիչ է հանդիպում, դեպքերի մոտ 15%-ում, իսկ 85% դեպքերում իշեմիկ կաթվածն է հանդիպում, այսինքն այն տարբերակը, երբ որ ուղեղը սնուցող անոթը փակվում է տրոմբով։ Միշտ ունենք տրոմբ իրականում, թե կարող է օրինակ ժամանակի ընթացքում, դանդաղ, օրինակ, եթե համեմատենք սրտի հետ, չէ՞ որ մենք ստուգում ենք սրտի աշխատանքը, կորոնոգրաֆիա ենք անում, չափում ենք, թե քանի տոկոսով է սիրտը սնուցող անոթները նեղացել, փակվել,
գլխի հետ կապված նույնը կա, թե գլխում միայն ու միայն ամեն ինչ լավ էր, նորմալ էր, միանգամից տրոմբը գնաց, խցանեց, փակեց։ Իրականում մեխանիզմներով բավական նման են, բայց կա մի առանձնահատկություն, որ կաթվածի դեպքում շատ ավելի շատ հանդիպում է այն տարբերակը, երբ առողջ անոթը փակվում է տրոմբով, որը եկել էր մի այլ տեղից, օրինակ սրտից կամ պարանոցի անոթների աթերոսկլերոտիկ վահանիկից։ Իսկ սրտի դեպքում հիմնականում անոթը տեղում հիվանդ է լինում։ Այսինքն գլխուղեղում մենք որպես այդպիսի նախապես հետազոտություններ անել եւ ենթադրել, որ այս մարդու մոտ կարող է ժամանակի ընթացքում զարգանալ ինսուլտ, չունենք նման տարբերակ։ Կա այդպիսի տարբերակ, բայց դա ավելի նվազ ակտուալ է, քան սրտի պարագայում։ Օրինակ դուպլեքս հետազոտության, պարանոցի անոթների հոգրաֆիկ հետազոտության արդյունքում կարող է հայտնաբերվել նշանակալի նեղացումներ կամ ԿՏ կամ MRT հետազոտության արդյունքում, եթե պարանոցի անոթները ընդգրկվում են, այդ հետազոտությունները եթե նշանակալից նեղացում են ցույց տալիս, դա կարող է խոսել ապագայում կաթվածի բարձր ռիսկի մասին եւ որոշակի գործողությունների իրականացումը կարող է նվազեցնել այդ ռիսկը։ Տեսեք մեխանիզմները, տրոմբը գնաց, փակեց միանգամից, այսինքն սուր վիճակ է, դա տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում։ Անոթը պատրվեց, արյունը լցվեց, նույնպես վայրկյանների ընթացքում, այսինքն մենք չունենք ինչ որ քրոնիկ զարգացող հիվանդություն, մենք ունենք սուր վիճակ։ Ինչ է զգում, բուժառում, ինչ է տեսնում կողքին կանգնած մարդը։ Այո, դուք միանգամայն ճիշտ եք, սա սուր հիվանդություն է։ Ուրիշ բան, որ պատճառները, որոնք առաջացնում են այս հիվանդությունը, դրանք քրոնիկ եւ երկարատև պատճառներ են, բայց հիվանդությունը բուն, հիվանդությունը կաթվածը դա սուր հիվանդություն է։ Եվ անոթը փակվելուց կամ պատրվելուց անմիջապես հետո հիվանդը արդեն ունենում է սիմպտոմներ։ Կախված թե որ բաժինն է ուղեղի ախտահարված։ Մեր հիմա նպատակը որն է, որպեսզի մենք մարդկանց սովորեցնենք ինչ տեսնեն, որ մոտավոր գլխին գնեն, որ դիմացինի մոտ կամ հենց իրենց մոտ ինսուլտ է եւ ասենք, չգիտեմ, շտապ օգնություն զանգահարեն։ Շատ պարզ։ Դեմքի թեքվածություն, ձեռքի ոտքի թուլություն կամ թմրածություն, խոսքի խանգարում։ Սրանք հիմնական սիմպտոմներն են, որոնք որ առաջանում են կաթվածի ժամանակ եւ պարտադիր պետք է հիշել, որ հանկարծակի առաջացած սիմպտոմների մասին է խոսքը եւ մարդը լավ էր, նորմալ էր, հանգիստ էր։ Օրինակ հանկարծակի առաջացած խոսքի խանգարում կամ հանկարծակի առաջացած ձեռքի կամ ոտքի թուլություն միայն մի սիմպտոմը բավարար է, որ մենք մտածենք կաթվածի մասին եւ գործենք շատ արագ։ Ինչ է պետք նման դեպքում անել մինչեւ բժշկական կենտրոն մտնելը եւ ինչ չի կարելի անել կտրականապես։ Իրականում անելիք շատ չկա։ Մեր հիմնական անելիքը կաթվածի նշանները ճանաչելն է եւ դիմել շտապ օգնությանը։ Նկատի ունեմ պարկեցնել, նստեցնել, ջուր տալ, ինչ որ մի բան անել, ինչ կարելի է, ինչ չի կարելի, ինչ եք դուք։ Որևէ լուրջ միջոցառում մենք չենք կարող անել, որը իրականում մեծ բան փոխի։ Նույնիսկ շտապ օգնության մեր գոլեգաներին մենք խնդրում ենք, որ բարձրացած ճնշումը նույնիսկ շատ չիջացնեն, որտեղ շատ տարածված է, երբ որ կաթվածի դեպքում բարձր ճնշում ենք ունենում եւ փորձում են շատ ինտենսիվ իջեցնել, մենք խորհուրդ չենք տալիս, եթե 200-ից բարձր չի սիստոլիկ ճնշումը, խորհուրդ չենք տալիս նույնիսկ ճնշումը իջացնել։ Հիմնական խնդիրը կաթվածի նշանները ճանաչելն է եւ հիվանդին տանել այնպիսի հիվանդանոց, որը ունակ է կաթված բուժելու։ Քանի որ մենք խոսում ենք սուր հիվանդության մասին, կյանքին վտանգ սպառնացող սուր հիվանդության մասին, մեզ պետք է, ձեր ասած, գործել շատ արագ։ Ինչքան ժամանակ մենք ունենք իրականում հիվանդի կյանքը փրկելու եւ հիվանդին հնարավորինս հաշմանդամությունից փրկելու համար։ Բացատրեմ, թե արագությունը ինչի համար է պետք։ Հիմա գոյություն ունեն աշխարհում բուժումներ եւ փառքաստու Հայաստանում նաեւ կան այդ բուժումները, հասանելի են, որոնք ուղղված են փակված անոթը բացելուն։ Այսինքն ենք անիմացիա։ Այո, ռեկանալիզացիոն բուժումներ են դրանք կոչվում։ Կոնկրետ այստեղ, այո, մենք տեսնում ենք ներանոթային վիրահատական բուժումը, կոչվում է մեխանիկական տրոմբեկտոմիա, երբ որ ուղեղի խոշոր անոթ խցանած տրոմբը ներվիրահատական ներանոթային ճանապարհով կարողանում ենք հեռացնել։ Պերիֆերիկ զարկերակներից, հիմնականում ազդրային զարկերակից, ոտքի վրայի զարկերակից մենք ծակում ենք, հատուկ գործիքներով բարձրանում ենք վերև եւ հասնում ենք ուղեղի անոթը խցանած տրոմբին եւ
հեռացնում ենք այդ տրոմբը։ Այդ գործողությունը կոչվում է մեխանիկական տրոմբեկտոմիա եւ դա փաստորեն ներանոթային վիրաբուժական միջամտություն է։ Ինչ վատ հետևանքներ կունենանք ուշացնելու պարագայում։ Իրականում տեսեք ուղեղը շատ զգայուն է թթվածնաքաղցի նկատմամբ, այսինքն շատ արագ ուղեղը սկսում է վնասվել, բայց բնությունը այնպես է ստեղծել ուղեղի անոթավորումը, որ ուղեղի հյուսվածքը միշտ տարբեր անոթներով է սնուցվում, այսինքն մի անոթի հույսին չի այսպես մի քիչ կողքից գոնե ինչ որ չափով։ կոլատերալ հոսքով այս կամ այն չափով թերսնուցվող հյուսվածքը սնուցվում է եւ տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամերի մեջ կարող է պահպանվել կենսունակությունը այդ հյուսվածքի, եթե իհարկե մենք կարողանանք կարճ ժամանակում այդ փակված անոթը բացենք։ Գոյություն ունի երկու անոթը բացելու բուժում, մեկը դեղորայքի միջոցով, այսինքն տրոմբը քայքայելու միջոցով, հատուկ դեղ է ներարկվում, տրոմբոլիտիկ թերապիա է դա կոչվում, այդ դեղը տարածվում է ամբողջ օրգանիզմում եւ հասնելով տրոմբին քայքայում եւ բացում է այդ խցանված անոթը։ Դրա պարագայում մենք ունենք ժամային սահմանափակում մինչև 4.5 ժամը հիմնականում, այսինքն սիմպտոմների սկզբից մինչև դեղորայքի ներարկումը պետք է 4.5 ժամը չգերազանցի։ Ինչու՞ իդեպ, եթե դա արեցի 5 ժամ կամ 6 ժամ հետո, ինչ է այնպես չի աշխատի, չի քայքայի, դեղը չի աշխատի, թե արդեն փոփոխություններն են ուղեղի վրա անդառնալի գնացել։ Տեսեք, անոթի վերաբացելու իմաստը դեռ կենսունակ հյուսվածքը փրկելն է։ Եթե մենք չունենք արդեն կենսունակ հյուսվածք, անոթի բացելը փաստորեն անիմաստ է դառնում եւ նույնիսկ կարող է որոշ դեպքերում վնասող ազդեցություն ունենա։ Դրա համար գիտությունը, հետազոտությունները ցույց են տվել, որ 4.5 ժամը դա այն օպտիմալ ժամանակահատվածն է, մինչև 4.5 ժամը, որի դեպքում մենք ունենում ենք ռեալ դրական արդյունքներ։ Իհարկե որոշ պացիենտների մոտ դա կարող է արվել նաև ավելի ուշ ժամերի, բայց դրանք հատուկ ընտրված պացիենտներ պետք է լինեն։ Եկեք պարզության համար ֆիքսենք, որ տրոմբոլիտիկ թերապիայի համար սիմպտոմների սկզբից մինչև այդ բուժման իրականացումը չպետք է գերազանցի 4.5 ժամը։ Հայաստանի մարզերում նման կլինիկաներ կան արդյոք թե ոչ։ Հայաստանի մարզերում առաջին կաթվածի կենտրոնը դա Գյումրիում է բացվել, Վանաձորի բժշկական կենտրոնի հետ ունենք համագործակցություն։ Երևանում հնարավոր է, Գյումրիում հնարավոր է։ Գյումրիում լիարժեք հնարավոր է։ Եթե հիվանդը մեկ այլ մարզում ու բժիշկը ախտորոշել է, տեսնում է, ասում է, այստեղ կաթված է, ու այստեղ պետք է այդ դեղը ներարկել։ Պիտի հասցնենք կամ Երևան կամ Գյումրի։ Ցավալիորեն շատ հիվանդներ չեն կարողանում ճիշտ ժամանակին հասնել ճիշտ հիվանդանոց, որպեսզի ստանան ամենաէֆեկտիվ բուժումները, ինչպիսին տրոմբոլիտիկ թերապիան է կամ մեխանիկական տրոմբեկտոմիան։ Իմիջիայլոց ֆիքսենք, որ սա իշեմիկ կաթվածի բուժումներ են, այսինքն այս բուժումները ակտուալ են այն դեպքում, երբ որ մենք ունենք անոթի խցանում տրոմբով։ Բնականաբար, եթե մենք խոսում ենք արդեն արունազեղումների մասին, եթե մենք խոսում ենք պատրված անոթների մասին, մոտեցումը լրիվ այլ է։ Ինչ ենք անում այդ դեպքում։ Պատրված անոթների դեպքում, եթե արունազեղման պատճառը ուղեղի անոթների արտափքումն է կամ անևրիզման, այդ դեպքում նույնպես գոյություն ունի ներանոթային բուժում, երբ ներանոթային ճանապարհով այդ անևրիզման առանձնացվում է հիմնական անոթից։ Պատկերացրեք անոթի վրա արտափքում, որը պատրվել է կամ կարող է պատրվել, այդ արտափքման մեջ ներանոթային ճանապարհով միկրոթելեր են լցվում եւ այդ այսպես ասած արտափքումը անջատում են հիմնական անոթից։ Մենք այսօր փորձեցինք հասկանալ, որ ինչ է իրենից ներկայացնում կաթվածը, հասկացանք, որ կաթվածը ունի հիմնական երկու տեսակ, հասկացանք, որ կաթվածի պարագայում պետք է առաջինը գլխի ընկնել հասկանալ ինչ ախտանշաններ են ու ինչ է, որ հիվանդի մոտ իսկապես կաթված է եւ ամենակարևորը վարկյան առաջ հասցնել բուժառուին բժշկական կենտրոն, որտեղ կարող են պարզապես օրինակի համար մի դեղ ներարկել եւ բուժել, կարող են ներանոթային միջամտության դիպել եւ բուժել եւ ամենակարևորը, եթե դուք դա անում եք ժամանակին, ոչ միայն կյանքն եք փրկում բուժառուի, այլ նաեւ փրկում եք նրան
անդառնալի հաշմանդամությունից։ Հիշեցնեմ, որ իմ այսօրվա հյուրը նյարդաբան նեյրոինտերվենցիոն վիրաբույժ Ժորա Բաղդասարյանն էր։ Մնացեք մեզ հետ։ Ճարպակալում ունեցող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ արհեստական բանականությունը նոր հակաբիոտիկներ է հորինում։ Բժշկական նորություններ, որոնց մասին գուցե չեք լսել։ Աշխարհում առաջին անգամ ճարպակալում ունեցող երեխաների թիվը գերազանցում է անբավարար քաշով երեխաների թվին։ Այս մասին է վկայում UNICEF միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի 2025 թվականի հրապարակած հետազոտությունը։ Այսօր, եթե քաշի պակաս ունեցող 5-ից 19 տարեկան երեխաների թիվը կազմում է 9.2%, ապա ճարպակալում ունեցող երեխաների թիվը հասել է 9.4%-ի։ Ուսումնասիրելով 190 երկրի տվյալներ, UNICEF-ը հայտարարել է, որ աշխարհում ամեն 10-րդ երեխա ճարպակալում ունի։ Հետազոտական թիմի վերլուծությունները ցույց են տվել նաև, որ ճարպակալումով երեխաների թվի աճը մեծապես պայմանավորված է վերամշակված սննդով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ահազանգում է ավելորդ քաշը եւ ճարպակալումը, այդ թվում երեխաների, մեծացնում է երկրորդ տիպի շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների, ինչպես նաև ավելի մեծ տարիքում քաղցկեղի որոշ տեսակների առաջացման ռիսկը։ Արհեստական բանականությունն ընդդեմ գոնորեայի, հայերեն սուսանակի եւ ստաֆիլոկոկի, այնինչ տարիներ առաջ կթվար գիտաֆանտաստիկ սցենար, իրականություն են դարձրել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները։ 2025-ին նրանց վերահսկողությամբ արհեստական բանականությանը հաջողվել է նոր տեսակի 2 հակաբիոտիկ մշակել, որոնք ոչնչացնում են գոնորեայի եւ ստաֆիլոկոկի բակտերիաները։ Փաստը, որ հակաբիոտիկներն իսկապես աշխատում են սուպերբակտերիաների դեմ, արձանագրվել է կենդանիների վրա արված հաջող փորձերով։ Նոր հակաբիոտիկների ստեղծումը կարևոր քայլ է առողջապահության ոլորտում, քանի որ ինչպես նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցում, 21-րդ դարի գլխավոր խնդիրներից է կայունությունը հակաբիոտիկների նկատմամբ։ Կայունությունը մարդու օրգանիզմի վրա հակաբիոտիկների ազդեցության կորուստն է, որը կարող է առաջանալ դրանց անհարկի կամ չափից շատ օգտագործման հետևանքով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2023 թվականի տվյալներով ամեն տարի աշխարհում 1.3 միլիոն մարդ մահանում է հակաբիոտիկների հանդեպ կայունություն ունենալու պատճառով, իսկ ամեն 5-րդին հակաբիոտիկը նշանակվում է անհարկի։ Հաղորդման հովանավորն է պտղաբերության կենտրոնը, որտեղ իրականություն է դառնում յուրաքանչյուր զույգի կամ միայնակ կանանց զավակներ ունենալու երազանքը։ Շարունակում ենք հաղորդումը, ծնողների դպրոցն է եթերում եւ մենք այսօր խոսելու ենք մի շատ կարեւոր թեմայի մասին, մենք խոսելու ենք պատվաստումների մասին, մենք խոսելու ենք թե ինչու են հիմա շատ ծնողներ հրաժարվում պատվաստումներից եւ փորձելու ենք համոզել հիմնվելով բժշկական, գիտական տվյալների վրա։ Իմ հյուրը այսօր մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանն է, համեցեք։ Ողջույն։ Ողջույն։ Եկեք փորձենք հասկանալ, ո՞նց է աշխատում պատվաստանյութը ընդհանրապես։ Բավականին զգայուն թեմա է պատվաստանյութեր։ Պատվաստանյութերը կարող են լինել կենդանի թուլացված վիրուսի ոչ ակտիվ կամ վիրուսի մասնիկներից ու սպիտակուցներից կազմված միացություններ։ Իմաստը որն է, երբ որ ներարկվում է պատվաստանյութը, երեխայի օրգանիզմը սկսում է մշակել հակամարմիններ ընդդեմ այն ինֆեկցիայի, որին որ կարող է հանդիպել երեխան։ Եվ հետագայում, երբ որ ձեր երեխայի օրգանիզմը հանդիպում է այդ հարուցչին, վիրուսին կամ բակտերիային, արդեն օրգանիզմը պատրաստ է։ Պատրաստ է, նրան ժամանակ պետք չի, նա չի հիվանդանում, որովհետև ունի հակամարմիններ, որոնք միանգամից այսպես կամ եթե հիվանդանում է, շատ թեթև ավելի ընթացք է ունենալու հիվանդությունը։ Ինչու չեն համաձայնվում, ինչից են վախենում, օրինակ ինչ են ձեզ հարցնում։ Ես չեմ կարողանում դա հասկանալ, որովհետև ինձ համար դա իսկապես անհասկանալի է, բայց այնուամենայնիվ շատ շատերը չեն անում։ Բավականին մեծ թվով հրաժարվողներ ունենք պատվաստումներից եւ բոլորի հիմնավորումները երբեմն ծիծաղելի են։ Լսում ենք բոլոր հնարավոր զավեշտները կապված պատվաստանյութերի հետ։ Հիմնական անհանգստություններից մեկը դա կարմրախտ խոզուկի 1 տարեկան կատարվելիք պատվաստումն է, որը ըստ ծնողների առաջացնում է աուտիզմ
եւ իրենք վախ ունեն աուտիզմից, դրա համար հրաժարվում են կամ Չկա նման ապացույց։ երբեմն գալիս են ավելի մեծ տարիքում կատարելու 1 տարեկանի նախատեսված պատվաստումը, երբ որ երեխան արդեն ունի խոսք, երբ որ իրենք համոզված են, որ երեխայի մոտ զարգացումը ընթացել է համապատասխան տարիքի։ Սակայն ուզում եմ նշել, ապացուցողական բժշկության ոչ մի փաստ չի արձանագրվել, որ կարմրած խոզուկի պատվաստանյութը օրինակ առաջացնում է աուտիզմ։ Չկա նման բան։ Չկա։ Դա միֆերի շարքից է։ Շատ հաճախ քեզ օրինակ են բերում, ասում են իմ ծանոթ բժիշկը իր երեխաներին չի պատվաստել։ Ցավոք այո։ Հիմա փորձեմ բացատրել, թե ինչ է մտածում այդ բժիշկը, որը իր երեխային չի պատվաստում։ Այսպես ճակերտավոր խորամանկություն է անում։ Ինչ է անում, ասում է, եթե շրջապատում բոլոր երեխաները պատվաստված են, իմ երեխայի շանսը բավականին մեծ է չի հիվանդանալու։ Ոչ մեկ նրանցից չի հիվանդանալու եւ վարակող իմ երեխային չի լինելու։ Այո։ Բայց պատկերացրեք, եթե դա 100 երեխայից մեկը պատվաստված չէ, մանկապարտեզում բոլորը պատվաստված են, ձեր երեխան պատվաստված չէ, հնարավոր է։ Եթե երկուսը պատվաստված չեն, հնարավոր է, բայց երբ որ այդ խորամանկների թիվը մեծանում է եւ արդյունքում այո, արդեն 100 երեխայից 10, 15, 20-ը պատվաստված չեն, արդեն այդ ձեր խորամանկությունը չի աշխատելու։ Արդեն վարակը, եթե հայտնվեց, բոլոր չպատվաստված երեխաները գրեթե 100% հավանականությամբ բոլորը հիվանդանալու են։ Եւ միմյանց վարակելու են։ Առավել եւս ձեր երեխան մեծանալու է։ Ձեր երեխան գուցե գնում է ինչ-որ միտեղ արտերկրում սովորելու։ Դուք ինչ գիտեք, թե այնտեղ հավանականությունը ինչպիսին է, որ կամ երկրում հիվանդացությունը տվյալ երբեք չես կարող հասկանալ։ Ինչ կարող է տեղի ունենալ, եթե երեխան վարակվի այն հիվանդություններով, որոնց դեմ մենք ունենք պատվաստումներ։ Նույն կարմրուկը, որ պարզվեց այս 2 տարի է մենք խնդիր ունեցանք։ Ինչու՞։ Բավականին ծանր ինֆեկցիա է, բազմաօրգան ախտահարումներով եւ այստեղ հուսալ թե երեխայի օրգանիզմը կարողանա հաղթահարի վիրուսը, դա ուղղակի անհիմն է, որովհետեւ մահացությունն է բավականին բարձր կարմրուկից։ Ինչպես մյուս այն ինֆեկցիաներից, որոնց դեմ մենք ունենք պատվաստանյութեր, որոնց նպատակն է դարձնել այդ ինֆեկցիաների կառավարելի եւ ինչ որ этаպում այլևս չհանդիպենք այդ ինֆեկցիան, ինչպես օրինակ կովիդ ծաղիկներ, որը անցավ արդեն պատմության գիրկը ի շնորհիվ պատվաստումների։ Եվ պետք է հիշեցնեմ, օրինակ մենք միշտ մոռանում ենք պանդեմիաների մասին, այսինքն օրինակ 1918-20 թվականներին ընդամենը 2 տարում իսպանական գրիպը մոտ 40-ից 50 միլիոն կյանք խլեց։ Մինչ դա 1300-ականներին սև տենտներ կամ երսինյա պեստիսով հարուցված ամենամեծ պանդեմիաներից մեկը մոտ 200 միլիոն։ Եվ մենք ժամանակի ընթացքում չենք ունենում պանդեմիաներ, ի շնորհիվ պատվաստումների, որովհետև մենք ինֆեկցիաները դարձնում ենք կառավարելի։ Ու պատկերացրեք, եթե Աստված մի արածցե, դուք ունենաք նման խնդիր, դուք ոնց կարող եք դուք ինքներդ ձեզ ներել, որ այդ չարեցիք, հավատացիք ինչ որ անիմաստ լուրերի, հավատացիք ինչ որ ձեզ խափող մարդկանց ու թույլ տվեցիք, որպեսզի ձեր երեխան հիվանդանա բավականին ծանր ինֆեկցիոն հիվանդություններով։ Մի արեք նման բան, որովհետև պատվաստանյութերը իսկապես փրկում են մարդկանց կյանքերը։ Եվ ուզում եմ նշել, դա նաև սոցիալական պատասխանատվություն է։ Մեր նման երկրի համար դա նաև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ մենք մեծ պետություն չենք, շրջապատված ենք բավականին ոչ բարեկամական երկրներով եւ մեզ անհրաժեշտ է առողջ սերունդ։ Շնորհակալություն, ես վերջում ուզում եմ հարցնել, որ Հայաստանում ներդրվել է նոր պատվաստանյութ, դա ջրծաղիկի պատվաստանյութն է։ Ջրծաղիկը նույնպես մենք կարելի ասել կվերացնենք, եթե ամեն ինչ նորմալ կդարձնենք կառավարելի։ Պատվաստեք ձեր երեխաներին, տարեք պոլիկլինիկա, հավատացեք, պոլիկլինիկայում հաստատ ստուգում են, եթե ձեր երեխան ունի ինչ-որ խնդիրներ, պարտադիր կերպով դրանք վերահսկվում են, ստուգվում են եւ եթե կան հակացություններ, ձեր երեխային ոչ ոք չի պատվաստի։ Մենք ձեր թշնամին չենք, մեր ձեր բարեկամն ենք։ Միանշանակ հավատացեք, վստահեք մեր բժիշկներին ու եղեք առողջ։ Խոսում ենք պատվաստումների մասին Գայանե Հովհաննիսյանի հետ, մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք հաղորդումը, խոսում ենք կարևորի մասին, իսկ կարևորն այսօր գլխապտույտներն են։ Զրուցում ենք Նյարդաբան Դավիթ Ալոյանի հետ, ողջույն բժիշկ Ալոյան, եւ փորձենք հասկանալ, երբ ասում ենք գլխապտույտ, պատկերացնում ենք, որ այսպես մարդու գլուխը սկսում է պտտվել սեփական առանցքի շուրջ, թե կա ընդամենը սուբյեկտիվ զգացողություն։ Դա ընդամենը սուբյեկտիվ զգացողություն է, շարժման թվացial զգացում, շարժում իրականում չկա։ Եվ առաջանում է տարբեր պատճառներով։ Պատճառների թվում են նյարդաբանական պատճառները, անոթային պատճառները,
նյութափոխանակության որոշ խանգարումների հետ կապված հիվանդությունները եւ առաջանում է նաեւ գլխապտույտները տարբեր մեխանիզմներով։ Մեխանիզմներից մեկը վեստիբուլար ապարատի հետ կապված խնդիրներն են, մյուսը ուղեղի արյան մատակարարումը եւ երրորդը աչքերի, վեստիբուլար ապարատի եւ ուղեղի համապատասխան կենտրոնների միջև կապի խախտումը, ինչպես օրինակ դիրքային գլխապտույտների դեպքում, երբ դիրքը փոխելից է առաջանում։ Մարդու մոտ տպավորություն է, որ ոչ թե այդպես բուն գլուխն է պատտվում, հա, տարածիորեն, այլ ավելի շուտ կորցնում է հավասարակշռությունը։ Արդյոք սա վտանգավոր երևույթ է եւ կարող է մարդու կյանքին կամ առողջության վտանգ սպառնալ, թե սա երկրորդային ախտանշան է բուն հիմնական խնդրին հետևող։ Առաջին դեպքում վտանգավոր է, եթե դա ուղեղի արյան շրջանառության խանգարման հետ է կապված, քանի որ հաճախ հենց ինսուլտների առաջին ախտանշաններից մեկը լինում է նոր սկսված սուր գլխապտույտը։ Եվ նաև առանձին հիվանդությունների ախտանիշ կարող է լինել գլխապտույտը նյութափոխանակային տարբեր խանգարումների, ինչպես նաև անոթային խնդիրների։ Ինչ կարելի անել։ Այսինքն, եթե մարդը երբեք չէր ունեցել գլխապտույտներ, ամեն ինչ նորմալ էր, հանգիստ էր, հանկարծ իր մոտ անսպասելի սկսեց գլխապտույտ։ Ինչ է անում։ Նախ եւ առաջ պետք է հարմար դիրք զբաղեցնել, նստած կամ պառկած, ապահովել օդի ազատ մուտք, հաճախ լինում է, որ մարդը մենակ չի լինում, վատ է զգում իրեն, շրջապատված է լինում այլ մարդկանցով, եւ բոլորը կուտակվում են տվել մարդու շուրջ, փորձում են օգնություն ցույց տալ, ամենատարականը օդի մուտքը խախտելով, պետք է թթվածնի ազատ մուտք լինի։ Մեծամասամբ ինչ են անում, մտածում են հաստատ սոված էր։ Ոչինչ չէր կերել, մոտը առաջացավ գլխապտույտ եւ անպայման կգտնվի մեկը, որ շոկոլադ կամ ինչ-որ մի բրդուճ կբերի կասի կեր։ Արժի արդյոք գլխապտույտի պահին միանգամից սնունդ ընդունել։ Միանգամից չգիտենք պատճառը։ Պատճառը չիմանալով միանգամից սնունդ ընդունելը ճիշտ չէ, սակայն քաղցրի հետ կապված մի նուրբ նկատառում կա։ Գլխապտույտները հաճախ լինում են հիպոգլիկեմիայի նշան, այսինքն երբ շաքարի մակարդակն է արյան մեջ կտրուկ ընկնում, կարող է լինել նաև հիպերգլիկեմիայի նշան, երբ շաքարի մակարդակը կտրուկ բարձրանում է։ Այս դեպքում միշտ հարց է առաջանում, իսկ տալով այդ կոնֆետը, այդ շոկոլադը, մենք ավելի շատ վնաս կտանք, թե օգուտ։ Եթե կա հիպերգլիկեմիա, տրված մեկ փոքրիկ կոնֆետը այդ հիպերգլիկեմիան շատ չի խորացնի, բայց հիպոգլիկեմիայի պայմաններում միանգամից կարող է դրական ազդեցություն ունենալ։ Այսինքն մեկ շոկոլադը չի խանգարի, բայց այլ հարց կա, շոկոլադ ցանկալի չէ, գոնե հեղուկ, քաղցր հեղուկ, ինչու շոկոլադ ցանկալի չէ, քանի որ ինչպես նշեցի, գլխապտույտը կարող է լինել ուղեղի արյան շրջանառության խանգարման դրսևորում, ինսուլտի դրսևորում, իսկ այն ինսուլտները, որոնք որ ուղեղի հետին անոթների ավազանում են, այդ դեպքում է լինում գլխապտույտ արտահայտված, այդ դեպքում խանգարված է նաև կլման ակտը։ Եվ նույն շոկոլադը տալով գլխապտույտ ունեցող, վատ զգացող թուլացած մարդուն մենք կարող ենք վերել նրան, որ նորմալ կուլ չտա կամ պարունակությունը լցվի շնչուղիներ եւ առաջանան այլ տեսակի խնդիրներ։ Դիտարկում ենք մյուս տարբերակը։ Ժամանակ առ ժամանակ ունենում է գլխապտույտներ։ Այսինքն դա իր համար նորություն չէ եւ որոշում է դիմել բժշկի։ Որ բժշկին դիմեմ։ Դուք ասացիք կարող է անոթային խնդիրներ, կարող է նյարդաբանական, կարող է էնդոկրին։ Որտեղից սկսել, ում եմ դիմում։ Սկսել ամեն դեպքում նյարդաբանից։ Ես եկա։ Բարև ձեզ, ունեմ գլխապտույտ։ Նախ եւ առաջ արվում է հարց ու փորձ, ինչպիսին է գլխապտույտը։ Այսինքն երբ է առաջանում։ Գիտեք, աշխատանքի ընթացքում երկար նստած մնում եմ, հետո ինչ որ մի բան եմ գրում, աշխատում եմ, հետո վեր եմ կենում, տեղիցս զգում եմ պահի տակ։ Այդ դուք նշեցիք կարևոր բան, դիրքի փոփոխությունը։ Այո։ Հենց անդրադառնում ենք դրան, արդյոք դիրքը փոխելուց է առաջանում թե ոչ։ Ինչպես նաև հարցնում ենք, արդյոք զգացողություն է, որ շրջապատի առարկաներն են շարժվում, թե զգացողություն է, որ դուք եք ձեր հավասարակշռությունը կորցնում։ Դա եւս շատ կարևոր է։ Կարծես թե ես եմ ուղղակի այսպես հավասարակշռությունը ինձ թվում է, որ կարող է հիմա ընկնեմ մի պահ, բայց շատ արագ անցնում է։ Այնուհետև հարցնում ենք, արդյոք ճնշման տատանումների հետ կապ ունի թե ոչ։ Չափել եմ վերջին ժամանակներս թերևս երբեմն լինում է ճնշման բարձրացումներ, մինչև 140, 150 կարող է անգամ հասնել։ Անց ենք կացնում նյարդաբանական փորձեր, օրինակ Ռոմբերգի դիրքը, կկանգնեք Ռոմբերգի դիրքում։ Միացնում ենք ոտքերը իրար, երկու ոտքերը ամբողջ մակերեսով, փակում ենք աչքերը եւ ձեռքերը պահում ենք առաջ։
Եվ քանի որ այս դիրքում դուք չունեք հավասարակշռության որևէ խախտում խանգարում, ձեր հավանական ախտորոշումը եւ կանխատեսումը պրոգնոզը բարենպաստ է։ Շնորհակալություն։ Ելնելով մեր զննումից, ելնելով հարցուփորձից, ելնելով երբեմն հավելյալ գործիքային հետազոտության մեթոդներից, ինչպես օրինակ պարանոցի անոթների դուպլեքս հետազոտությունն է, MRT հետազոտությունն է, մենք կազմում ենք վերջնական ախտորոշում։ Ուզում եմ ասել, որ ախտորոշումը ամեն դեպքում անհատական է կազմվում, յուրաքանչյուր դեպքում, միշտ չէ, բոլոր դեպքերում չէ, որ անհրաժեշտ է անել բոլոր այդ հետազոտությունները, եւ պետք է հենց բժշկին դիմելու նպատակը հենց այն պետք է լինի, որպեսզի խուսափենք ավելորդ հետազոտություններից եւ ճիշտ հետազոտություններով անցնելով ի վերջո գանք հանգենք ճիշտ ախտորոշման։ Կան հաճախ հանդիպող սխալներ, որոնք թույլ են տրվում գլխապտույտների ժամանակ։ Հաճախ արվող սխալներից մեկը առանց բժշկի նշանակման դեղորայք ընդունելն է։ Շատերի մոտ ընդունված է անոթալայնիչ դեղերի օգտագործում առանց բժշկի նշանակման կամ 2-3 տարի առաջ արված նշանակման հիման վրա։ Ուրիշ ինչ սխալ կարելի է թույլ տալ։ Ուրիշ դիմում ենք վարժությունների, իհարկե կա առանձին վեստիբուլյար գիմնաստիկայի տեսակ, սակայն դրա համար պետք է հստակ ախտորոշում լինի։ Մենք հենց վեստիբուլյար համակարգային գլխապտույտ է թե ոչ, կապված ներքին ականջի հետ, այդ դեպքում կան որոշակի վարժություններ եւ հատուկ տեխնիկաներ, որոնք օգնում են հաղթահարել գլխապտույտը։ Պայմանավորվեցինք, դա կլինի մեր հաջորդ հաղորդումներից մեկի ժամանակ, դուք խնդրեմ պատրաստ եք մեզ համար այդ վարժությունների ցանկը եւ մենք իրար հետ կանցկացնենք վեստիբուլյար համակարգի կարգավորման համար նախատեսված վարժություններ։ Դեմ չեք, դեմ չեմ, իհարկե։ Սակայն եթե գլխապտույտը չունի այդպիսի ծագում, բոլորովին այլ ծագում ունի, մենք կարող ենք հակառակը վնասված լինել։ Շատ բարի։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, մենք խոսում ենք գլխապտույտների մասին։ Փորձեցինք հասկանալ, որ գլխապտույտները ունենում են տարբեր պատճառներ եւ բոլորի նույն դեղը, նույն վարժությունները նշանակել ընդհանրապես հնարավոր չէ։ Պետք է դիմել տարբեր մասնագետների, իրականում սկսում ենք նյարդաբանից, նյարդաբանի հետ խորհրդակցում ենք, հասկանում ենք, եթե պետք է նյարդաբանը ուղղորդում է այլ մասնագետների մոտ, հասկանում ենք ինչ է կատարվում եւ իրականում կարգավորում ենք, բարդ բան չկա, կարծում եմ գլխապտույտներից կարելի է ազատվել, եթե դիմեք բժշկի։ Շնորհակալություն, հիշեցնեմ իմ հյուրը այսօր նյարդաբան Դավիթ Ալոյանն էր, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է եւ այսօր զրուցելու ենք էկզեմայի մասին։ Էկզեման մաշկի սուր բորբոքային հիվանդություն է, որը դասվում է ալերգոդերմատոզների շարքին եւ ուղեկցվում է մարմնի ցանկացած հատվածներում էրիթեմատոզ ցանավորումով, մանր բշտիկների առկայությունով, որոնք որ պայթելով առաջացնում են արդեն վերքային մակերեսներ եւ մանր կեղևիկներ են ունենում։ Առանձնացենք էկզեմայի ամենից հաճախ հանդիպող տեսակներից վարիկոզ էկզեման, որը որ հիմնականում տեղակայվում է ստորին վերջույթների շրջանում, կապված է արյան շրջանառության խանգարման հետ եւ ունենում ենք տեղային ստորին վերջույթների վրա կարմրածություն, խոցային պատկեր եւ էրոզիվ թեփուկների առկայություն։ Առաջացման պատճառը հիմնականում ուղեկցող ալերգիկ հիվանդություններն են, կարող են լինել ճիճվակրությունը, կարող է լինել վահանաձև գեղձի որոշ աուտոիմուն հիվանդություններ, որոնք կարող են ուղեկցվել էկզեմատիզացիայով, շաքարախտը կարող է նպաստել եւ իհարկե հորմոնալ դիսբալանսը, ինչպես նաեւ ստրեսային գործոնը։ Կլինիկորեն հիմնականում արտահայտվում է շատ ուժեղ քորով, որը ուժեղանում է հիմնականում գիշերային ժամերին եւ կարող են այնպես քորել, մինչեւ որ առաջացնեն արյունային պատկեր, նոր արդեն բուժառում հանգստանա։ Բուժման մեջ շատ կարևոր է նշանակել տրանկվիլիզատորները, քանի որ ստրեսային գործոնը շատ մեծ է էկզեմայի առաջացման մեջ։ Նշանակում ենք տեղային կորտիկոստերոիդներին, օգտագործում քսուկների ձևով, բար դեպքերում նշանակում ենք նաև ներքին ընդունման կորտիկոստերոիդները։ Շատ կարևոր է, որ բուժառուն կիրառի ճիշտ լվացվելու գելեր, խոնավեցնող կրեմները, քսուկները, որպեսզի չունենանք հաճախակի կրկնումներ, ինչպես նաև էկզեմայի դեպքում ցանկալի չէ հաճախակի ձեռքերը թրջել, քանի որ խոնավ միջավայրը նպաստում է, որ հիվանդությունը նորից գլուխ բարձրացնի։ Եթե էկզեման մասնագիտական բնույթ է կրում, օրինակ եթե ունենում ենք մետաղների հետ աշխատանք, փոշու հետ աշխատանք կամ քիմիական նյութերի հետ աշխատանք, շատ կարևոր է, որ ձեռքերը միշտ պաշտպանված լինեն, քանի որ հաճախակի թրջելը կարող է նպաստել, որպեսզի մենք ունենանք էկզեմայի կրկնում։
Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, այսօրվա համար պատրաստել էինք այսքանը։ Ուզում եմ հիշեցնել, որ մեր հաղորդման հովանավորը պտղաբերության կենտրոնն է, որտեղ իրականություն են դառնում ցանկացած զույգի, ինչպես նաև միայնակ կանանց զավակ ունենալու երազանքները։ Ուզում եմ նաև հիշեցնել, որ մեր ամբողջ թիմը աշխատում է ձեզ համար, որ ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ ու պահպանի այդ առողջությունը։ Եղիր առողջ, կհանդիպենք։